Այդ կանայք, ովքեր սկսել են ասեղնագործել սովորել, սրանք առաջին գործերն են չստացված աշխատանքներ։ Մարզերում ապրող կանանց ասեղնագործության առաջին փորձերի մեկական կտորներից պատրաստված կոլաժն է։ Դրանից շուրջ 2 տարի է անցել։ Այժմ վարպետորեն անում են հարթակար, գծակար, խաչկար, արևմտյան Հայաստանի առանձին շրջաններին բնորոշ Մարաշի, Սվազի, Այնթափի, Վանի կարատեսակներ։ Նրանց աշխատանքները գնահատում է ասեղնագործության ուսուցչուհին Արմինե Խաչատրյանը։ Ես այս պահին ուզում եմ ստալ բարձի երեսի հակառակ կողմը, որպեսզի ասեղնագործության որակի հետ կապված եւ մաքրության իր գնահատականը բարձրանում է ասեղնագործության հակառակ կողմի մաքրությունով։ Հայաստանի տարբեր մարզերում ապրող կանանց աշխատանքները մեկ հարկի տակ են միավորվել գերմանացի Անետ Մենարտի ֆինանսավորման եւ Արմինեի հետ համագործակցության արդյունքում Հայաստանը որպես արվեստի հրաշալի գործեր ունեցող երկիր ճանաչող Մենարտի առաջարկով էլ 2013-ի աշնանը ծանոթությունից 2 տարի հետո Մոսկովյան 24 հասցեում բացվեց Art եւ Legend խանութ սրահը, հենց գերմանուհու բնորոշմամբ միավանդույթին վերածնունդ տալու եւ մարզերի կանանց ապրուստի միջոց վաստակելու հնարավորություն տալու նպատակով։ Ես այցելում եմ գյուղերում ցանկացողների տները, որտեղ կարողանում ենք հավաքվենք մի 3-4 աղջիկներով, հետագայում արդեն երբ որ կարողանում են շատ վառ ասեղնագործել, ես ինքս աշխատանքը հանձնարարում եմ ինչ գույներով, ինչ ասեղնագործության տեսակով պետք է ասեղնագործվի եւ այդպես վերջացնելու դեպքում արդեն ուղղակի վճարում ենք եւ աշխատանքը վերցնում ենք։ Տարբեր գյուղերի ավելի քան 50 կնոջ հետ Արմինեն մշտական աշխատանք է տանում, ուսանելու ցանկություն են հայտնում շատերը։ Նրա հավաստմամբ թեև արվեստի այս ճյուղը մոռացության է մատնվել, ասեղնագործության հանդեպ սերը մնայուն է եւ դրա վառապացույցն ըստ նրա հայուհիների այս գործերն են։ Հիացած եմ մեր կանանց տաղանդով, որովհետեւ ինձ թվում է մեր գեների մեջ դա կա, ուղղակի պետք է մենք լուսաբանենք, բացահայտենք եւ այդ կանանց աշխատանքներով իսկ չգիտեմ արժևորենք այս արվեստի ճյուղը, որովհետեւ սա մեր պատմությունն է։ Հայկական զարդանախշերով մանրանկարչական պատկերներով ձեռագործ աշխատանքներ, բարձր սեղանի սփռոցներ, վզնոցներ, որոնք վերջնական տեսքի է բերում Արմինեն, բոլորը պատրաստված եվրոպական երկրներից բերված կտորներից ու թելերից։ Աշխատանքների հիմնական սպառողը զբոսաշրջիկներն են։ Այս խուրձիները փոքրիկ հուշանվերներ են, որոնց մեջ բնական կանաչ թեյ է։ Սրահում ներկայացված արվեստի գործերից են նաև ֆրանսահայ նկարիչ Մարտիկ Ներսիսյանի պատրաստած լամպերն ու գեղանկարները։ Այս աշխատանքների մեջ կարող եք նկատել նրա այդ կարոտը, հայրենասիրությունը եւ այն, որ փափագել էր, որ միշտ իր հայրենիքում կունենա մի ցուցահանդես եւ այժմ մեր հարգելի պարոն Մարտիկը 74 տարեկան է եւ այս տարիքում կարողացավ իր երազանքը իրականացնել։ Art եւ Legend խանութում են զետեղվել նաեւ Անետ Մենարտի շուրջ 10 տարի պարբերաբար Հայաստան այցերի ընթացքում արված լուսանկարներն ու նրա տատիկի ասեղնագործած թաշկինակները, որպես թանգարանային նմուշներ։ Այցելուների հետաքրքրությունը ձեռագործերի հանդեպ շատ մեծ է, փաստում է Արմինեն, եւ հանրության շրջանում ճանաչելիության դեպքում նա սրահի ապագան գեղանկարիչ Մարտիկ Ներսիսյանի ու նաև իրենց ապրանքանշանի պես արևոտ է տեսնում։ Մերի Կճայան, Հակոբ Սարգսյան, Առաջին ալիք։